միջազգային հարցումներով կատարած աշխատանքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, որոնք ըստ էության ժամանակի սղության պատճառով ամբողջությամբ չեմ կարող ներկայումս ներկայացնել, սակայն ընթացս պատրաստ եմ նաև պատասխանել ձեր հարցերին, սիրով կպատասխանեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն զեկույցի համար, հարգելի գործընկերներ, հարցեր տալու համար գրանցում։ Գրանցվել է 20 պատգամավոր։ Հասմիկ Հակոբյան, առաջի հարցահամարամիտ։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը մի խումբ գազաններ հարձակվեցին ու ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարեցին։ Ու չսպանեցին միայն նրա համար, որ մտածեցին արդեն իսկ սպանել են։ Հիմա այդ դեպքից անցել է շուրջ 4.5 տարի, սակայն ինձ համար օրինակ անհասկանալի է, ոնց կարող է ուղիղ եթերում իդենտիֆիկացված մարդիկ կատարեն նման հանցագործություն ու 4.5 տարի գործը բացահայտված չկարողանանք համարել։ Ուզում եմ ներկայացնեք նախորդ տարի ինչ արդյունքներ են ունեցել այս դեպքի բացահայտման ուղղությամբ։ Շնորհակալություն։ Նշեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգությունների հետ կապված վարույթը ըստ էության, երբ ես հանդիսացել եմ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնն եմ զբաղեցել, այդ քննչական վարույթը քննվում էր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում եւ հենց սկզբի օրվանից ակտիվ քննչական գործողություններ են կատարել եւ առաջին մի 1-2 ամսվա ընթացքում բազմաթիվ անձանց վերաբերյալ մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան եւ այս պահին գլխավոր դատախազը հաշվետվության մեջ նաեւ նշեց, նաեւ արձագանքեց, որ արդեն իսկ ունենք մեղադրական դատավճիռներ։ Ես գիտեմ, որ անցած տարի նաեւ կոնկրետ Արարատ Միրզոյանի մահափորձ կատարելու վերաբերյալ դրվագով նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ դրվագով մեկ անց կալանավորվել էր եւ դրա այդ մասով էլ էր դատարան ուղարկվել, ներկայումս չգիտեմ դատարանում ինչ փուլում է գտնվում այդ քրեական վարույթը, սակայն թե քանի որ ես գիտեք, որ նախորդ տարի 1 ամիս եմ զբաղեցրել քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը եւ հավաստիացնում եմ եւ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնից երբ որ ես ազատվեցի եւ զբաղեցրեցի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, այդ գործով նաեւ որոշակի ժամանակ նաեւ վերահսկողություն եմ իրականացրել, այդ թվում նաեւ Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով, սակայն դրանից հետո նաև իմ համակարգման ներքո չի եղել ստորաբաժանումը, սակայն քանի որ ներկայումս ես հիմա զբաղեցնում եմ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, հավաստիացնում եմ ձեզ ներկայումս ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, ուզում եմ նշել, որ դրանով բազմաթիվ համակարգված եւ բազմաբնույթ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացվել ազգային անվտանգության ծառայության կողմից առանձին հատվածներում անձանց անհատականացնելու, նույնականացնելու, կազմակերպիչներին եւ դերակատարներին պարզելու ուղղությամբ մեծածավալ գործողություններ է կատարվել։ Ներկայումս ես ուզում եմ այնպես պատասխանեմ ձեր հարցին, որպեսզի նախաքննության բնականոն ընթացքին չխոչընդոտեն, ներկայումս հավաստիացնում եմ, որ այս շաբաթ հենց հիմա նաև այդ գործով քննչական ստորաբաժանումը կատարում է պլանավորում է անհետաձգելի քննչական գործողություններ եւ շուտով արդյունքներ կունենանք, որովհետեւ ի պատիվ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ անձանց չպարզաբանված անձանց արդեն նույնականացրել ենք։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, հասկանում եմ, որ կարճ եք պաշտոնավորել նախորդ տարի, բայց ես պարոն Պողոսյանին չեմ հարցս ուղղում, այլ գերատեսչության ղեկավարին այս մասով, այսինքն հույս ունենանք, որ առաջիկայում ինչ-որ զարգացումներ ունենալու ենք, որովհետև այնտեղ տասնյակ մարդիկ են ներգրաված եղել եւ ցանկացած քաղաքացի կարող է տեսնել, էլի, քանի հոգու հաշվել եւ մի հոգու կալանավորումը դա կարելի ասել ծիծաղալի թիվ է եւ այս
հարցերը մեզ ուղղում են ամեն օր մեր քաղաքացիները, որովհետև սա անպատժելիության զգացողություն է մարդկանց մոտ առաջացնում, ասում են դուք ձեր ազգային ժողովի նախագահային սպանողներին ուղիղ եթերում չեք կարողանում բռնել եւ պատժել, այսինքն հասկանում եք, որ սա խնդիր է, բայց ես ուրախ եմ, որ մենք առաջիկայում կունենանք արդյունքներ եւ հետագայում կարող ենք արդեն արձանագրումների մասին խոսել։ Շնորհակալություն արձագանքի համար։ Ես այո, դուք ճիշտ եք, իրավացի եք, մեզ համար գործերի մեջ, քրեական վարույթների մեջ իհարկե կարևոր եւ անկարևոր գործեր գոյություն չունեն, բայց հավաստիացնում եմ, որ այդ գործը նաեւ մեր առաջնահերթություններից է եւ իմ անմիջական հսկողության ներքո եւ իմ առաջնահերթություններից է եւ առաջիկայում դրանով արդյունք կունենանք, թե ըստ էության նաեւ մենք քննություն ենք կատարում կազմակերպիչների եւ հիմնական դերակատարների մասով եւ թե անմիջական կատարողների մասով, հույս ունեմ, որ առաջիկայում, քանի որ նույնականացված անձանց վերաբերյալ արդեն բավականին տվյալներ ունենք, առաջիկայում արդյունք կունենանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, հարցի քննարկումը կշարունակենք ընդմիջումից հետո։ Ընդմիջում 30 րոպե։